Ողջույն։ Ապրիլի 9-ն է, մեկին 5 րոպե ապակաս։ Գիտեք որտեղ ենք։ Երրորդ մասում։ Այս դիմացի շենքը դատարանը երկրորդ ատյանել, ինչ որ վերահսկիչ է կոչվում, վերաքննիչ է, չգիտեմ։ Այս գույնավոր շենքը, որ երևում է, այդ առայ խանութն է, դեպի են կողմ, այմա որ ցույց են տալի, կինո հայրենիքն է, փաստորեն, իսկ այս կողմ մենք հիմա այդ ուղղությամբ կգնանք։ Այս կողմի վրա։ Ստեղ Գարեգին Նժդեի հրապարակն է։ Եկեք այս ուղղությամբ էլ շարժվենք։ Ստեաձև խաչմերուկ է, այս փողոցը կոչվում է Մայիսի 9-ի փողոց, իսկ մենք կանգնած էինք փաստորեն Նժդեի փողոցի վրա։ Այս Նժդեի փողոցն է, դեն են դատարանն է երևում հեռվում, այս ժողովուրդն է, այս էլ այս կողմի վրա, սենց իրավիճակ է Նժդեի փողոցի վրա, գնացինք դեպի հրապարակ։ Բելինսկի դպրոցը էս է փաստորեն, եկան գտեղ։ Շատ էի լսել, բայց ճիշտ ասած միջի հիմա չգիտեի այդ որտեղ է Բելինսկիի դպրոցը։ Հա դրա համար էին այսքան երեխեք դպրոցից են գալի։ Լավ, իմանանք Բելինսկիի դպրոցի տեղը։ Այս են պետական մանկավարժական քոլեջը, Ակունցի անվան, ինչ-որ լուրջ տեղ է։ Սովորողներ էլ չեն երևում։ Այսել մարշրուտքեն ձեռով արեց, կանգնեց, օգտվեցին։ Այնտեղ է Նժդեի հրապարակը։ Այդ շուկան է, դարել է հայրենիք առևտրի կենտրոն։ Հետաքրքիր անունա, չէ՞։ Չէ, չեք խանգարում։ Ես էլ սենց լուրջ կուպլա է։ Ես իհարկե այդքան ափսոս չի, որ սարքել են առևտրի կենտրոն ինչքան պրոսպեկտի փակ շուկան իհարկե։ Այստեղ դժվար տուրիստներ գային։ Ես իսկապես անկապած չէ, բայց հայրենիք առևտրի տուն։ Կանգառը ստեղ, կանգառը ստեղ, շուկան էլ ես է, ամեստ կողքը կանգնել է, հետևն է տեսեք առանձնատուն է, երև էտ էլ առանձնատուների փողոցը էտ է, բայց չեմ գնա տեղ, նոր տեսական է աստացը, այսպես դաժան կոշիկը, կաստետ է կոշից։ Նայեք ստեղել են շենքը ներկել, ենքան լավ չի ոնց էր կենտրոնում, բայց ներկել են ամենադեպս։ Սենց տեղ մի քիչ գլխառատ են արել, մանրուքները որ նայում ես այդքան լավ չի արած։ Բայց ընդհանուր տեսքը լավ է, նորմալ է լավիվ։ Սել հայերը գնում են, սել ասանք Կաշիվոյի հետ խաչմերուկին։ Կարող է հիմա որի ձևակոչում, չգիտեմ, այս Նժդեի փողոցն է։
Ես էլ Կաշիվոյի մյուս կողմը, Կաշիվոյի փողոցի։ Այստեղ սենց փոքր պուրակ է։ Դեմեք, դիտեղ մայթը կտրում են փոքր պուրակ են անում էդ հաճելի է։ Կավա ես էլ է հաճելի չգիտեմ, հեսա մայթը կտրել են, ստեղ էլ խանութ են սարք է։ Հետաքիր անուններ ունի ես։ Ամես փոքր խանութը սուպերմարկետ է կոչվում։ Ամել ամրապնդելու համար անունն էլ Ծիտանա։ Սա Ծիտանա կողքից։ Այս էլ Կաշիվոյի խաչմերուկը։ Այս մեր հավանած պուրակը։ Ստեղ էլ դիզայն։ Այս պուրակը Ստեղ դիզայն ստուդիա է։ Դիզայն ստուդիայի համար կարար ավելի լավ տեսքի իրներ պուրակը։ Երևի կսարքեն էլի։ Դա լավ ստուդիա է։ Երևանի պարծանք գեղեցկության ստուդիաները։ Շուտ փողոց անցնելու տեղերը քիչ է։ Ժողովուրդը սենց մի կերպ ասել Նժդեի փողոցը էլի։ Հեսա բարև հաջող անցան փողոցը։ Ասեք ինչ լավ տեղ էի կանգնած։ Ես գեղեցկության ստուդիան։ Չէ, սրա ներողություն։ Ես լամաջու։ Ես էլ բանկ։ Սաղ ճիշտ է, Երևանում ենք ուրեմն։ Էլի սիրուն ներկել են։ Ես շենքի քարն էլ մաքրել են։ Լրիվ։ Ավազով չելով մաքրում են։ Էլի սիրուն է շատ։ Ես ծիտ չի երկում, ես մեքենայի սիգնալիզացիան են ասել։ Էլի խեղճերը փողոց են անցնում, որ դե պատահի։ Հեսա, Նժդեի փողոց։ Ես մի շենքն էլ է ներկած։ Շատ լավ է։ Ես մեկն էլ։ Տրամադրությունը սկսում է լավանալ։ Ասում է ցանցը սուպերմարկետների։ Ես որ ինսպեկտորը կանգնացրել է, մտան հարցերը լուծեն։ Արդեն հասանք Նժդեի հրապարակին։ Ենա շատեր բաներ եղած։ Դեղատներն էլ են շատ։ Նայեք, ես մեկ։ Ես երկու։ Ես իրեք։